1918 թվականի մայիսի 28-ին ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը և ապրեց ընդամենը 2.5 տարի։ Ռազմաքաղաքական բարդ պայմաններում ստեղծված պետականության ինքնահաստատման ուղին լի էր պատմական անբեկանալի իրողությունների դաժան դասավորությամբ, որը կարճ ժամանակ հետո դարձավ անկախության կորստի պատճառ։ Սակայն 2.5 տարին էլ բավարար էր, որպեսզի հայ ժողովուրդն իր համար քաղեր սեփական պատմությունն արժևորող այնպիսի դասեր, որոնցով ապագա սերունդը պիտի իմաստավորեր իր անցնելիք ճանապարհը։ Այդ դասերից մեկն էլ առաջին հանրապետության զինված ուժերի կազմավորումն էր, ի շնորհիվ որի հնարավոր եղավ անել այն, ինչ թերևս հնարավոր էր անել տվյալ ժամանակահատվածում։ 1918 թվականի մայիսին Հայաստանի պետականության վերականգնումից հետո նորաստեղծ կառավարության առաջին 5 նախարարությունների թվում ձևավորվեց նաև զինվորական նախարարություն, որն էլ ձեռնամուխ եղավ բանակի կազմավորման գործընթացին։ Այն նախատեսվում էր իրականացնել դեռևս առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասյան ճակատում ստեղծված հայկական զորախմբավորումների հիմքի վրա, որոնք կազմված լինելով հայ կամավորականներից գործում էին Անդրանիկի, Դրոյի, Համազասպի, Քերու, Վարդանի և մի շարք այլ հայդուկապետերի հրամանատարության ներքո։ Հարկ է նշել, որ 1917 թվականի նոյեմբերին Կովկասյան ռազմաճակատից ռուսական զորքերի հեռանալուց հետո թուրքական զորքերի առաջխաղացումն արգելակելու նպատակով այդ խմբերի միավորմամբ կազմավորվեց հայկական կորպուս, որի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը։ «1918 թվականի մարտի 31-ի պաշտոնական տվյալներով կորպուսի կազմում կար 37 գումարտակ, 36 թնդանոթ, որից 26 լեռնային, իսկ 10 թեթև, 170 գնդացիր, 12 հեծլավաշտ և 3 հայորյակ։ Անձնակազմը բաղկացած էր շուրջ 17,000 հետևակից ու հետզյալ զինվորներից և 600 սպայից։ Ոչ մարտական և օժանդակ ծառայության անձնակազմի հետ միասին զրամիավորման ընդհանուր թվաքանակն անցնում էր 19,000-ից։ Համաձայն ռուսական հրամանատարության գնահատականի, Անդրկովկասում ստեղծված հայկական, վրացական և ադրբեջանական կամ իսլամական կորպուսներից լավագույնը հայկականն էր։ Օգտվելով ռազմաճակատում ռուսական զորքերի բացակայությունից և տարածաշրջանի խառը քաղաքական իրադրությունից, Թուրքիան խախտելով 1917 թվականի դեկտեմբերի 5-ի զինադադարը, 1918 թվականի հունվարին ներխուժեց Անդրկովկաս։ Հայկական կորպուսի հրամանատարությունը, զգալով Անդրկովկասի իշխանությունների և ընդհանուր հրամանատարության ոչ անաչառ ու ոչ շահագրգիռ վերաբերմունքը իր երկրի և ժողովրդի ճակատագրի նկատմամբ, սկսեց գործել ավելի ինքնուրույն և վճռական։ 1918 թվականի մայիսի 22-ից 28-ը Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում, որոնց մասնակցություն ունեցան նաև աշխարհազորային ջոկատները, այդ թվում Արցախից օգնության հասած մահապարտների գունդը, հայկական կորպուսի զորամասերը ջախջախիչ հակահարված հասցրին թուրքական գերակշռող ուժերին և ռազմաճակատում նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը։ Այդ բախտորոշ ու հաղթական օրերին Սարդարապատից ստացած բարի լուրերով ոգեշունչ Թիֆլիսում նստող Հայոց ազգային խորհուրդը մայիսի 28-ին հավաքվելով իր կարևորագույն նիստին հռչակեց Հայաստանի անկախությունը։ Հռչակագրում ասվում էր հետևյալը. Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն ու միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, ազգային խորհուրդը ժամանակավորապես ստացվում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկավարելու համար։ Հայոց ազգային խորհուրդ 1918 թվական մայիս։ Այդ օրերին հռչակված Հայաստանի անկախությունը խանդավառությամբ ընդունեց նաև հայ զինվորականությունը և հայկական կորպուսը ներկայացավ որպես Հայաստանի Հանրապետության ազգային բանակ։ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին առաջին աշխարհամարտում Թուրքիայի կրած պարտությունից հետո Հայաստանը հնարավորություն ստացավ արագորեն վերակառուցել իր զինված ուժերը։ Ռազմական կարևորագույն հարցեր քննարկելու և վճռելու նպատակով 1919 թվականի մարտի 25-ից ստեղծվեց Հայաստանի Հանրապետության բանակի ռազմական խորհուրդ, որի նախագահ նշանակվեց գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը։ Հանրապետության կառավարության նախագահ Հովհաննես Քաջազնունու և զինվորական նախարարի 1919 թվականի ապրիլի 24-ի հրամանով Նազարբեկյանը միաժամանակ նշանակվեց բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատար սպարապետ։
Ռազմական խորհրդի անդամներ նշանակվեցին գեներալներ Սիլիկյանը, Բաղրամովը, բարձրաստիճան հրամանատարներ։ Վերջինիս առընթեր որպես վարչական մարմին ստեղծվեց նաև գլխավոր շտաբ։ Հայկական բանակը բաղկացած էր մշտական կանոնավոր, միլիցիական եւ կամավորական զորքերից, որոնցում 1920 թվականին արդեն ընդգրկված էր 42-ից 45 հազար մարդ։ Այն անգամ հասցրեց ունենալ իր ռազմիկ պաշտոնաթերթը։ Հայաստանի առաջին հանրապետության բանակը գոյատևեց 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը։ Սակայն այդ կարճ ժամանակահատվածում նա ի վիճակի եղավ փայլուն մարտական գործողություններ վարել մի քանի ճակատներում, ինչի մասին վկայում են պատմական փաստերը։ Ամփոփելով Հայաստանի առաջին հանրապետության բանակի մասին եղած տեղեկությունները արձանագրում ենք հետևյալը։ Նրա հիմնական խնդիրը համարվում էր նորաստեղծ պետականության սահմանները զավթիչ հարևաններից պաշտպանելու սրբազան գործը։ Բանակը, որը կազմավորված էր ռուսական բանակի կազմակերպչական համակարգի սկզբունքներով եւ կառավարվում էր ռուսական զինվորական կանոններով, գլխավորապես համալրված էր մարտական հարուստ փորձ եւ զինվորական պաշարժ կրթություն ունեցող ռուսական բանակի հայ գեներալներից, սպաներից եւ ենթասպաներից։ Նրանք, չնայած երկրի շրջափակման եւ միջազգային քաղաքական անբարենպաստ պայմաններին, կարողացան ոչ միայն համապատասխան մակարդակի վրա պահել ազնագազմի մարտական ուսուցման եւ պատրաստականության գործը, այլև թշնամու նկատմամբ մի շարք մարտերում տանել հաղթանակներ, հանրապետությանը վերադարձնել հակառակորդի կողմից զավթված որոշ տարածքներ եւ Բաթումից ստորացիր դաշնագրով նախատեսված Հայաստանի շուրջ 12,000 քառակուսի կիլոմետր տարածք հասնել ավելի քան 70,000 քառակուսի կիլոմետրի։ Իր չափազանց կարճ կենսագրության ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ ռազմական 4 նախարար։ Այդ պաշտոնում միմյանց հաջորդեցին Հովհաննես Սախվերտյանը, Քրիստափոր Արարատյանը, Ռուբեն Տերմինեսյանը եւ Դրաստամատ Կանայանը։ Իրենց զորավարական տաղանդով փայլատակեցին այնպիսի անուններ, ինչպիսիք են Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը, Հակոբ Բագրատունին եւ ուրիշներ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության բանակի գլխավոր հրամանատար Դրաստամատ Կանայանի եւ Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության կոմիսար Սիլինինի ստորագրությամբ թիվ 1 հրամանը, համաձայն որի հայկական բանակը վերակազմավորվեց խորհրդային Հայաստանի Կարմիր բանակի։ Յուրաքանչյուր սերուն նորից գրում եւ որոշակի իմաստով նորից վերապրում է անցյալը։ Այդ ընթացքում լինում են ինչպես ոգևորության, այնպես էլ մտահոգության պահեր։ Մեր առաջին հանրապետության 2.5 տարվա համառոտ կենսագրության պարագայում ոգևորության պատկերն ամբողջանում է դարեր առաջ կորսված անկախության վերածննդի հրաշք իրողությամբ։ Անկախությունը, որը թեկուզ կարճ, բայց նշանակալի պատմության դասեր է թողել սերունդներին։ Ու մենք հպարտանում ենք, որ ռազմական ու քաղաքական բավականին ծանր պայմաններում մեր նախորդները կարողացել են ստեղծել պետականություն։ Ու հետո վերապրումների շղթան երկրելով կարծես սկսում ենք մտահոգվել, որովհետև հիշում ենք մեր պետականության կորստի մասին, որովհետև ինչպես առաջին հանրապետության ժամանակակիցներից մեկը կասեր, ժողովուրդն արդեն կառավարություն ուներ, սակայն տեր չուներ իր գլխի վրա, որովհետև այդ ժողովուրդ կոչվածն ինքը դեռևս ի վիճակի չէր իր գլխի վերև հանդուրժելու որևէ իշխանություն, ենթարկվելու պետական կարգապահության եւ բարոյական նորմերի, որովհետև մենք մեր հայոց բանակին ու նրա զորավարներին սատարելու փոխարեն նախընտրեցինք աղոհացով դիմավորել բոլշևիկների բանակին։ Այսքանից հետո կարծես թե ճիշտ է ասել, հայերս ունեցած իսկական արժեքը հասկանում եւ գնահատում ենք այն կորցնելուց հետո։